Հունվարից հարկային դաշտում օրենսդրական նոր փոփոխություններ են շրջանառվում, այսուհետև բոլոր ավելացված արժեքի հարկ վճարողները ավելացված արժեքի հարկի գծով հաշվանդսումները կկատարեն հաշվառման հաշվեգրման մեթոդով, անկախ իրենց մատակարարներին վճարելու հանգամանքից։ Ակնհայտ է, որ սա հնարավորություն է տնտեսավարող սուբյեկտներին ժամանակային առումով խնայել համապատասխան ֆինանսական միջոցներ եւ այդ ֆինանսական միջոցները ուղղել իրենց տնտեսական գործունեության զարգացմանը։ Ներդրվել է նաև շահութահարկի կանխավճարումների այլընտրանքային համակարգ, ինչը հարկ վճարողներին հնարավորություն կընձեռի կանխավճարները կատարել ոչ թե նախորդ տարվա շահութահարկի գումարի 18,75%-ի չափով, այլ նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից ու ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների 2%-ի չափով։ Հարկ վճարողները կարող են կամավոր հիմունքներով ընտրել շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգը, ինչը նշանակում է, որ թեպետև նախորդ տարում ունեցել է բարձր շահութաբերություն, վճարել է ավելի շատ շահութահարկ, բայց ընթացիկ տարում գործունեությունը կարող է չբնութագրվել այդ հատկանիշներով եւ նա կարող է ընտրել այդ համակարգը եւ այլևս իր շահութահարկի կանխավճարի մեծությունը կախված չի լինի նախորդ տարվա փաստացի շահութահարկի մեծությունից։ Ենթադրենք կառուցապատող այս տարի անցած տարվա արդյունքներով սարքելա շենքը հավարտել է, այս տարի գործունեություն չունի, մեկ էլ կարող է մյուս տարի ունենա։ Մենք այդ դեպքում մարդը այս տարի չունի հասույթներ, բայց նախորդ տարվա արդյունքում պետք է շահութահարկի կանխավճարներ անել, շարունակել անել, որը էապես խնդրեմ է ստեղծում, մարդիկ ինչ են անում, որպեսզի խուսափեն այդ դրույթին, փակում են այդ ընկերությունը նոր ընկերություն են բացում, որպեսզի այդ կանխավճարներից խուսափեն։ Մեկ այլ փոփոխությամբ լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող հարկ վճարողի կամ կառավարության հավանության արժանացած ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողները ազատվել են ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստան ապրանքների ներմուծման համար ավելացված արժեքի հարկի վճարումից, բայց պայմանով, եթե այդ կամ այդ ապրանքի վերամշակման արդյունքում ստացված արտադրանքը ներմուծման օրվան հաջորդող 180 օրվա ընթացքում արտահանվում է։ Նախկինում գործող մեխանիզմի համեմատ, երբ որ ներմուծման ժամանակ գանձվում էր ավելացված արժեքի հարկը եւ հետ էր վերադարձվում, որը բնականաբար բնութագրվում էր որոշակի ժամանակատարությամբ, 17 թվականի հունվարի 1-ից նման տնտեսավարող սուբյեկտների համար ոչ գանձվելու է ավելացված արժեքի հարկը, ոչ էլ վերադարձվելու է, ինչը բնականաբար եւս լրացուցիչ ժամանակային առումով ֆինանսական միջոցների կենտրոնացման հնարավորություն է տալիս։ Այս հունվարից տնտեսվարող սուբյեկտների համար մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգը հասանելի է անվճար։ Լիլիթ Ասանյան, Անդրանիկ Արթենյան, ժամը լրատվական։